Եթերում ազատ լուրերի հիմնական թողարկումն է, ես Անի Ստեփանյանն եմ, բարև ձեզ։ Կարևորի մասին նախաբարոտ։ 6 զոհ, այդ թվում 2 երեխա, 11 տուժած։ Ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Շիրակի մարզի Աղին բնակավայրի մոտակայքում։ Տուժածների առողջական վիճակը գնահատվում է ծանր եւ ծայրահեղ ծանր։ Նրանք գտնվում են Վերակենդանացման բաժանմունքում, հայտնել են առողջապահության նախարարությունից։ Երևանում է Էստոնիայի արտաքին գործերի նախարար Մարգոս Ցախնան, կայացել է նրա հանդիպումը Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանի հետ։ Երկու երկրների արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները վերահաստատել են Հայաստանի ու Էստոնիայի միջև ձևավորված վստահությունը ու գործակցության խորացման պատրաստակամությունը։ Ցախնային ընդունել է նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Պաշտոնական այսով Հայաստան ժամանած Ղազախստանի արտաքին գործերի նախարար Երմեկ Կոշերբայևի գլխավորած պատվիրակությունը եւս հանդիպել է Արարատ Միրզոյանի հետ, նաև վարչապետ Փաշինյանի հետ։ Հանդիպումների ընթացքում քննարկվել են հայ-ղազախական ռազմավարական գործընկերության խորացմանը, առևտրատնտեսական կապերի ընդլայնմանը, տրանսպորտային հաղորդակցությունների զարգացմանը վերաբերող հարցեր։ Խաղաղության կամուրջ նախաձեռնության շրջանակում ցամաքային սահմանով Ադրբեջանը ժամանել 20 հոգանոց հայկական պատվիրակությունը ապրիլի 10-ից 12-ը մասնակցելու հերթական երկկողմ կլոր սեղանին։ Խաղաղության կամուրջ նախաձեռնությունը շարունակում է խթանել երկխոսությունը ու ուղիղ ներգրավվածությունը Ադրբեջանի եւ Հայաստանի քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների միջև։ Միացյալ Նահանգները վերահաստատում է իր հանձնառությունը Հարավային Կովկասում նոր տրանսպորտային եւ տնտեսական նախաձեռնության իրականացման հարցում։ Ըստ Միացյալ Նահանգների պետքարտուղարության թրիփը շարունակում է մնալ Միացյալ Նահանգների առաջնահերթություններից մեկը։ Իրանի դեմ Իսրայելը ամերիկյան ռազմական գործողությունների դադարումից հետո Իսրայելը ուժեղացրել է հարձակումները Լիբանանի ուղղությամբ։ Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն սակայն հայտարարել է, թե հանձնարարել է ուղիղ բանակցություններ սկսել Լիբանանի հետ։ Ի դեպ, Թեհրանը չի նախատեսում մասնակցել ամերիկյան կողմի հետ խաղաղության բանակցություններին, մինչև Լիբանանում հրադադար չհաստատվի։ 2026 թվականի նախորդ տարվա համեմատ հանրապետության ջրամբարներում ջրային ծավալների նկատելի աճ կնկատվի։ Կբարձրանա նաև Սևանա լճի մակարդակը, հայտնել են հիդրոթերապևտաբանության եւ մոնիթորինգի կենտրոնի տնօրենն ու փոխտնօրենը, ներկայացնելով նաև եղանակային կանխատեսումները։ Ողբերգական ելքով ավտովթար է տեղի ունեցել Շիրակի մարզի Աղին բնակավայրի մոտակայքում։ Այսօր ժամը 11:51-ին ներքին գործերի նախարարության 112 օպերատիվ կառավարման կենտրոնը հազանգեստացվել, որ մեքենաներ են կողաշրջվել, ներսում կան երեխաներ։ Դեպքի վայր է մեկնել Հրշեջ փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ բախվել են BMW եւ Opel Magnishi ավտոմեքենաները։ Մահացել է 5 քաղաքացի, իսկ 3 երեխա տեղափոխվել է բժշկական կենտրոն։ Ավելի ուշ առողջապահության նախարարությունից հայտնել որ վթարի հետևանքով տուժել է 11 քաղաքացի, իսկ զոհերի թիվը ավելացել է եւս 1-ով։ Հանրապետական շտաբ օգնության ծառայության միջոցով 5 երեխա հոսպիտալացվել է, որոնցից 2-ի կյանքը ցավոք փրկել չի հաջողվել։ Կազմակերպվում է տուժած 3 երեխայի տեղափոխումը Երևանյան բուժհաստատություն։ Մյուս տուժածների առողջական վիճակը գնահատվում է ծանր ու ծայրահեղ ծանր։ Նրանք գտնվում են Վերակենդանացման բաժանմունքում, հայտնել են նախարարությունից։ Այլ թեմաներ, Երևանում է Էստոնիայի արտաքին գործերի նախարար Մարգոս Ցախնան, կայացել է նրա հանդիպումը Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանի հետ, երկու երկրների արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները վերահաստատել են Հայաստանի ու Էստոնիայի միջև ձևավորված վստահությունն ու գործակցության խորացման պատրաստակամությունը։ Նրանք քննարկել են ինչպես երկկողմ օրակարգը, այնպես էլ տարածաշրջանային զարգացումները։ Էստոնացի գործընկերոջ հետ մամուլի համատեղասուլիսում Արարատ Միրզոյանը խոսել է նաև Բաքվում անազատության մեջ պահվող հայ գերիների մասին, նշելով, որ այս հարցում Հայաստանի դիրքորոշումը նույնն է, օր առաջ այս մարդիկ պետք է ազատ արձակվեն։ Նա վստահություն է հայտնել, որ օրակարգային առաջնային այս հարցը նրանց ազատ արձակումը կգա միայն ամրապնդելու հաստատված խաղաղությունը։ Էստոնիայի արտգործնախարար Մարգոս Ցախնայի հայաստանյան այցը մեկնարկել է Երևանում Էստոնիայի Հանրապետության ռեզիդենտ դեսպանության պաշտոնական բացմամբ, ինչը դիտարկվում է որպես երկկողմ հարաբերությունների խորացման կարևոր քայլ։ Հենց այս մասին էստոնացի գործընկերոջ հետ մամուլի համատեղասուլիսում հայտնեց Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը, նշելով, որ արդեն կայացած բարձր մակարդակի հանդիպումը նոր շեշտադրումներ է հաղորդում Հայաստան-Եվրոպական միություն գործակցությանը։ Մեծ հաճույք ունեցա եւ պատիվ ունեցա մասնակցելու Էստոնիայի Հանրապետության
Հանրապետության ռեզիդենտ դեսպանության բացմանը Երևանում։ Ես կարծում եմ, վստահ եմ, որ սա խորհրդանշական իրադարձություն էր, նա արտացոլում էր Էստոնիայի մի կողմից եւ Հայաստանի մյուս կողմից պատրաստակամությունը ել ավելի խորացնել հարաբերությունները երկու երկրների միջև։ Հայաստանի Հանրապետության եւ Էստոնիայի արտգործնախարարներն ընդգծեցին երկկողմ հարաբերությունների կայուն զարգացումն ու փոխադարձ վստահությունը։ Միրզոյանը շեշտեց, որ Հայաստանը Եվրամիությունում ունի շատ հուսալի եւ վստահելի գործընկեր իդեմս Էստոնիայի։ Նրա խոսքով կարևոր է ոչ միայն արդեն արձանագրված գործակցության պահպանումը, այլև դրա ընդլայնումը, հատկապես Հայաստան-Նորդիկ Բալթյան 8 երկրների ձևաչափում։ Այժմ իսկապես ժամանակն է ավելի ընդլայնելու եւ նոր մակարդակի բարձրացնելու մեր հարաբերությունները, ինչը եւ մեծ հաշվով մենք սկսեցինք անել նաեւ քիչ առաջ ստորագրված հաստատղթով, փոխըմբռնման հուշագրով, սա եւս արտացոլում էր մեր երկրու գերատեսչությունների առնվազն պատրաստակամությունը։ Էստոնական կողմը եւս վերահաստատեց պատրաստակամությունը շարունակելու ակտիվ դերակատարությունը տարածաշրջանային եւ եվրոպական գործընթացներում։ Ցակնան ընդգծեց, որ իր երկիրը կարևորում է ժողովրդավարական արժեքների վրա հիմնված գործընկերությունը եւ պատրաստ է աջակցել Հայաստանին ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ հարթակներում։ Սա մեր հանձնառությունն է որպես էստոնացի ժողովուրդ։ Մենք սիրում ենք ձեզ հայ ժողովուրդ։ Դուք շատ մոտ եք մեզ, թեև մեր միջև հեռավորությունը մեծ է։ Էստոնիան պատրաստ է աջակցել Հայաստանին կիսվելով իր փորձով եւ գիտելիքով։ Միաժամանակ հետաքրքրված ենք նաեւ Հայաստանի փորձով։ Շատ բան ունենք սովորելու հայ ժողովրդից։ Մենք տեսնում ենք, թե ինչպես է այս կառավարությունը նրանց առաջնորդությունը փոխել Հայաստանի ուղին։ Տարածաշրջանում տեղի ունեցող գործընթացները կարող են դիտարկվել որպես լայն աշխարհաքաղաքական փոփոխությունների մաս եւ Էստոնիան ցանկանում է լինել այդ գործընթացների մասնակիցը։ Էստոնիայի արտգործնախարարը եւս անդրադարձավ Հայաստանում Էստոնիայի դեսպանության բացմանը, ընդգծելով դրա գործնական նշանակությունը։ Մենք բացեցինք մեր դեսպանությունն այստեղ Հայաստանում։ Սա միայն խորհրդանշական քայլ չէ, այլ նպատակ ունի զարգացնելու գործնական գործակցությունը Հայաստանի եւ Էստոնիայի միջև։ Նրա խոսքով Հայաստանը գտնվում է կարևոր փուլում եւ իրականացվող քաղաքականությունը կարող է էական ազդեցություն ունենալ ոչ միայն երկրի, այլև ամբողջ տարածաշրջանի վրա։ Խաղաղության ուղին Հայաստանի եւ Ադրբեջանի միջև հույժ կարևոր է որպես նախապայման ժողովրդի բարգավաճման, բիզնեսի եւ առևտրի զարգացման։ Միրզոյանը հայտնեց, որ էստոնացի գործընկերոջն է ներկայացրել Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացի վերջին մանրամասները, ընդգծելով միջազգային գործընկերների, այդ թվում Էստոնիայի աջակցությունը։ Քննարկվել են նաև Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման հեռանկարները, ենթակառուցվածքների ապաշրջափակման հարցերը եւ թրիփ նախագծի ընթացքը։ Կողմերն անդրադարձել են նաև Մերձավոր Արևելքում եւ Արևելյան Եվրոպայում տեղի ունեցող իրադարձություններին, փորձելով համադրել մոտեցումներն ու գտնել հնարավոր լուծումներ առկա մարտահրավերներին։ Լուսինե Գրիգորյան, Free News, Ազատ լուրեր։ Այնուհետև Մարգուս Ցակնայի գլխավորած պատվիրակությանը ընդունել է Նիկոլ Փաշինյանը։ Վարչապետը կարևորել է Հայաստան-Էստոնիա բազմավոլորտ գործակցությունը եւ նշել, որ վերջին շրջանում երկկողմ հարաբերությունները կրում են ինտենսիվ բնույթ։ Երկրի ղեկավարը կարևորել է Էստոնիայի դերը Հայաստան-Եվրոպական միություն համագործակցության զարգացման, այդ թվում մեր երկրում ժողովրդավարական բարեփոխումների արդյունավետ իրականացման գործում։ Մարգուս Ցակնան էլ ընդգծել է Հայաստանի հետ գործակցությունը խորացնելու հարցում Էստոնիայի շահագրգռվածությունը։ Վերջինս նշել է, որ Էստոնիան պատրաստ է շարունակելու օժանդակությունը Հայաստանի կառավարության բարեփոխումների օրակարգին։ Նիկոլ Փաշինյանը եւ Մարգուս Ցակնան մտքեր են փոխանակել տարածաշրջանային զարգացումների, նաեւ Հայաստան-ԵՄ գործակցության օրակարգի, վիզաների ազատականացման գործընթացի եւ այլ հարցերի վերաբերյալ։ Պաշտոնական այցով Հայաստան ժամանած Ղազախստանի արտաքին գործերի նախարար Երմեկ Կոշենբաևի գլխավորած պատվիրակությունը ապրիլի 9-ին Երևանում հանդիպել է Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի հետ, իսկ ավելի ուշ նաեւ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ։ Հանդիպումների ընթացքում քննարկվել են հայ-ղազախական ռազմավարական գործընկերության խորացման, առևտրատնտեսական կապերի ընդլայնման, տրանսպորտային հաղորդակցությունների զարգացման, նաեւ տարածաշրջանային խաղաղության օրակարգի եւ խաղաղության խաչմերուկ նախաձեռնությանը վերաբերող հարցեր։ Հայաստանը հավատարիմ է Հարավային Կովկասում խաղաղության նորակարգին եւ կարեւորում է տարածաշրջանային փոխկապակցվածության զարգացումը։ Այս մասին հայտարարել է Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը Երևանում պաշտոնական այցով գտնվող Ղազախստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Երմեկ Կոշենբաևի հետ հանդիպման ընթացքում։ Միրզոյանի խոսքով կառավարության խաղաղության խաչմերուկ նախաձեռնության շրջանակում տրանսպորտային եւ լոգիստիկ ենթակառուցվածքների զարգացումը կարող է նպաստել տարածաշրջանի տնտեսական ներուժի առավել արդյունավետ
պատկերացմանն ու միջտարածաշրջանային գործակցության ամրապնդմանը։ Նա նշել է, որ հայ-ղազախական հարաբերություններում պահպանվում է դրական եւ կայուն դինամիկա, իսկ բարձր մակարդակի փոխայցելություններն ու համատեղ նախաձեռնությունները լրացուցիչ կթան են հաղորդել բազմոլորտ գործակցությանը։ Մեր լայն օրակարգում հատուկ պետք է ընդգծեմ մեկ կարևոր մեր երկու երկրների տարածաշրջանների տնտեսական զարգացման համար առանցքային ուղղություն փոխկապակցվածությունը։ Համոզված եմ, որ տրանսպորտային եւ լոգիստիկ ենթակառուցվածքների հետագա զարգացման ուղղությամբ համատեղ ջանքերը, այդ թվում Հայաստանի կառավարության խաղաղության խաչմերուկ նախաձեռնության տրամաբանությամբ կնպաստեն տարածաշրջանի տնտեսական ներուժի լավագույնս իրացմանը եւ միջտարածաշրջանային համագործակցության ամրապնդմանը։ Նախարարը նաև ընդգծել է, որ հայ-ղազախական հարաբերությունների զարգացման կարևոր փուլ է դարձել նախորդ տարվա նոյեմբերին հաստատված ռազմավարական գործընկերությունը։ Նրա խոսքով այս ընթացքում ձեռք բերված պայմանավորվածություններն այժմ հետևողականորեն կյանքի են կոչվում։ Միրզոյանը վերահաստատել է նաև, որ Հայաստանը հավատարիմ է խաղաղության օրակարգին եւ բարձր է գնահատում այդ ուղղությամբ Ղազախստանի պատրաստական աջակցությունը։ Հայաստանը հավատարիմ է Հարավային Կովկասում խաղաղության օրակարգին, արժևորում ենք նաև այս ուղղությամբ գործադրվող ջանքերին աջակցելու Ղազախստանի պատրաստակամությունը։ Ուրախ եմ այս այցի շրջանակներում մտքեր փոխանակել երկարաժամկետ եւ ինստիտուցիոնալ խաղաղության ամրապնդման հարցերի շուրջ։ Ամփոփելով ցանկանում եմ վերահաստատել Հայաստանի պատրաստակամությունը շարունակել Ղազախստանի հետ հաստատված փոխշահավետ համագործակցությունը, որը վստահ ենք համապատասխանում է մեր ժողովուրդների եւ պետությունների շահերին։ Իր հերթին Ղազախստանի արտաքին գործերի նախարար Երմեք Կոշերբայևը հայտարարել է, որ Հայաստանը Ղազախստանի քաղաքական եւ առևտրատնտեսական հուսալի գործընկերն է Հարավային Կովկասում։ Նրա խոսքով Ղազախստանի նախագահ Կասիմ Ժոմարտ Տոկաևի այցը Երևան եւ վարչապետ Նիկոլ Փաշինյանի այցը Աստանա դարձել են այդ հարաբերությունների զարգացման կարևոր հանգրվաններ։ Հայաստանը Ղազախստանի քաղաքական եւ առևտրատնտեսական հուսալի գործընկերն է Հարավային Կովկասում։ Ղազախստանի եւ Հայաստանի միջև երկկողմ հարաբերությունները զարգանում են դինամիկ կերպով։ Աստանայում ստորագրված ռազմավարական գործընկերության վերաբերյալ համատեղ հռչակագիրը նոր էջ կբացի մեր բազմակողմ գործակցության համար։ Հանդիպմանը քննարկվել են ռազմավարական գործընկերության խորացմանն ուղղված նախաձեռնությունները, այդ թվում առևտրատնտեսական հարաբերությունների եւ գործարար կապերի խթանումը։ Նույն օրը Ղազախստանի արտաքին գործերի նախարարի գլխավորած պատվիրակությանն ընդունել է նաեւ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, որն ընդգծել է երկկողմ հարաբերությունների ռազմավարական բնույթն ու բարձր մակարդակի փոխայցելությունների կարեւորությունը։ Վարչապետի խոսքով տարածաշրջանում տեղի ունեցող գործընթացները դրական ազդեցություն ունեն նաեւ Հայաստան-Ղազախստան գործակցության վրա, իսկ Ադրբեջանի, Ռուսաստանի եւ Վրաստանի միջոցով հաստատված երկաթուղային հաղորդակցությունը նոր հնարավորություն է ստեղծում առևտրատնտեսական կապերի ընդլայնման համար։ Երմեք Կոշերբայևն իր հերթին կարևորել է տարածաշրջանային հաղորդակցության ուղիների ապաշրջափակումը եւ ընդգծել Ղազախստանի աջակցությունը թրիփի եւ խաղաղության խաչմերուկ նախագծերին։ Կողմերը քննարկել են նաեւ ենթակառուցվածքների շինարարության, գյուղատնտեսության, տեխնոլոգիաների, ավիահաղորդակցության եւ զբոսաշրջության ոլորտներում գործակցության զարգացման հարցեր։ Կարևորվել է Հայաստանի եւ Ղազախստանի միջև ուղիղ ավիաչվերթների մեկնարկը նաև հայաստանյան գործարարների պատվիրակության առաջիկա այցը Ղազախստան։ Նույն այցի շրջանակում Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաչյանը հանդիպել է Ղազախստանի տրանսպորտի նախարար Նուրլան Սուրանբայևի հետ, քննարկվել են ավիացիոն եւ տրանսպորտային ոլորտներին վերաբերող հարցեր։ Կարևորվել է ուղիղ ավիացիոն կապի հաստատումը եւ անդրադարձ է կատարվել նաև խաղաղության խաչմերուկ նախագծին ու երկաթուղային գործակցությանը։ Սոնա Գիշյան, Free News, Ազատ լուրեր։ Երևանում է նաև Էստոնիայի արտաքին գործերի նախարար Մարգոս Ցահքնան, որը Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի հետ մասնակցել է Էստոնիայի ռեզիդենտ դեսպանության պաշտոնական բացմանը։ Միրզոյանը նշել է, որ սա կարևոր հանգրվան է երկկողմ հարաբերություններում եւ արտացոլում է Էստոնիայի հանձնառությունը զարգացնելու գործակցությունը եւ աջակցելու Հայաստանին։ Կողմերը ընդգծել են նաև Հայաստան-ԵՄ հարաբերությունների շրջանակում արդյունավետ գործակցությունն ու Էստոնիայի շարունակական աջակցությունը։ Խաղաղության կամուրջ նախաձեռնության շրջանակում ցամաքային սահմանով Ադրբեջանը ժամանել 20 հոգանոց հայկական պատվիրակությունը։ Ապրիլի 10-ից 12-ը մասնակցելու հերթական երկկողմ կլոր սեղանին։ Խաղաղության կամուրջ նախաձեռնությունը շարունակում է խթանել երկխոսությունն ու ուղիղ ներգրավվածությունը Ադրբեջանի եւ Հայաստանի քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների միջև։ Այս առիթով հայկական պատվիրակությունը Ադրբեջան է ժամանել ցամաքային սահմանով, անցնելով պաշտոնապես սահմանազատված եւ սահմանագծված հատվածով։
իմաստով, հետևելով սահմանային ու անձնագրային վերահսկողության բոլոր համապատասխան ընթացակարգերին։ Հանդիպման օրակարգը ներառում է քննարկումներ խաղաղության գործընթացի ներկայվիճակի, խաղաղության կամուրջ նախաձեռնության մասնակիցների կողմից իրենց երկրներում իրականացված գործողությունների ու դրանց արդյունքների, նաև տարածաշրջանում տիրող իրավիճակի վերաբերյալ։ Առանձին նիստերին կնվիրվեն հանրային շրջանակներում խաղաղության առաջմղման ուղղված ջանքերին եւ խաղաղության գործընթացի հաջորդ փուլերում վստահության մակարդակի բարձրացմանը։ Թուրքիան դրական է գնահատում Երևանի եւ Բաքվի միջև մերձեցումը։ Այս մասին հայտարարել է Թուրքիայի ազգային մեծ ժողովի նախագահ Նուման Քուրթուլմուշը։ Նա նշել է, որ Անկարան չի բացառում Հայաստանի եւ Ադրբեջանի հետ եռակողմ միջխորհրդարանական գործակցության զարգացումը, ընդգծելով դրա կարեւորությունը տարածաշրջանում խաղաղության եւ կայունության ամրապնդման համար։ Քուրթուլմուշը ու նրա խոսքով Երևանի եւ Բաքվի վերջին քայլերը կարող են նպաստել Հարավային Կովկասում ուժերի նոր հավասարակշռության ձևավորմանը։ Միացյալ Նահանգները վերահաստատում է իր հանձնառությունը Հարավային Կովկասում նոր տրանսպորտային եւ տնտեսական նախաձեռնության իրականացման հարցում։ Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմի առաջ քաշած TRIP նախագիծը ըստ պաշտոնական աղբյուրների նպատակ ունի միաժամանակ ապահովելու տարածաշրջանային կապերի զարգացում, տնտեսական աճ եւ խաղաղության ամրապնդում։ Ըստ Միացյալ Նահանգների պետքարտուղարության TRIP-ը շարունակում է մնալ Միացյալ Նահանգների առաջնահերթություններից մեկը։ Միացյալ Նահանգների վարչակազմը վերահաստատում է իր հանձնառությունը տարածաշրջանային նոր նախաձեռնության TRIP-ի իրականացման ուղղությամբ։ Ըստ Դոնալդ Թրամփի վարչակազմի ներկայացուցիչների ծրագիրը նպատակ ունի խթանելու խաղաղությունն ու տնտեսական զարգացումը Հարավային Կովկասում։ Միացյալ Նահանգների պետդեպարտամենտը հայտարարում է TRIP նախագիծը շարունակում է մնալ առաջնահերթություն, ընդգծելով դրա ռազմավարական նշանակությունը ոչ միայն տարածաշրջանի, այլև ավելի լայն աշխարհագրության համար։ TRIP-ը կարող է խթանել խաղաղությունն ու բարեկեցությունը Հարավային Կովկասում եւ դրանից դուրս։ Մենք հավատարիմ ենք այն իրականություն դարձնելուն։ Նախագիծը նախատեսում է ստեղծել բազմամոդալ տրանսպորտային հանգույց, որը կապելու է Ադրբեջանի հիմնական տարածքը եւ Նախիջևանը, միաժամանակ հարգելով Հայաստանի Հանրապետության ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը։ Նախագիծը ապահովելու է փոխադարձ օգուտներ, զարգացնելով տարածաշրջանային կապերը եւ տնտեսական հնարավորությունները։ Վաշինգտոնի գնահատմամբ TRIP-ը կապահովի տարածաշրջանում միջազգային եւ ներպետական անխոչնդոտ փոխկապակցվածություն, ստեղծելով նոր տարանցիկ ուղիներ դեպի Եվրոպա եւ Կենտրոնական Ասիա։ Ադրբեջանը կապ կստանա Նախիջևանի հետ, իսկ Հայաստանը կշահի բարելավված տարածաշրջանային հաղորդակցություններից։ Նշվում է նաև, որ TRIP-ի շրջանակում Միացյալ Նահանգներն արդեն ստանձնել է $145 միլիոն նախնական ֆինանսական պարտավորություն, ուղղված ենթակառուցվածքների, առևտրի եւ սահմանային անվտանգության զարգացմանը Հայաստանում։ Այս ներդրումները կնպաստեն տարածաշրջանային կայունությանը եւ տնտեսական աճին։ Դրանք կաջակցեն Հայաստանում առևտրի, ենթակառուցվածքների եւ սահմանային անվտանգության ոլորտներում ներդրումներին եւ կավելացնեն տարածաշրջանային կապակցվածությունը։ TRIP նախաձեռնությունն ըստ ամերիկյան կողմի կարող է դառնալ առանցքային օղակ, կապելով Կասպից տարածաշրջանը եվրոպական շուկաների հետ եւ ամրապնդելով տարածաշրջանային անվտանգությունն ու գործակցությունը։ Լուսինե Գրիգորյան, Free News, Ազատ լուրեր։ Իրանի դեմ Իսրայելը ամերիկյան ռազմական գործողությունների դադարեցումից հետո Իսրայելը ուժգնացրել էր հարձակումները Լիբանանի ուղղությամբ։ Վերջին օրերին մահաբեր հարվածներից հետո սակայն վարչապետ Բենյամին Նեթանյահուն հայտարարել է, թե հանձնարարել է ուղիղ բանակցություններ սկսել Լիբանանի հետ։ Այսօր Իսլամաբադում պետք է մեկնարկեր Իրանը-ամերիկյան բանակցությունը, սակայն պաշտոնական Թեհրանը հայտնել է, որ իր պատվիրակությունը չի մեկնել Պակիստան։ Թեհրանը չի նախատեսում մասնակցել ամերիկյան կողմի հետ խաղաղության բանակցություններին, մինչև Լիբանանում հրադադար չհաստատվի։ Մերձավոր Արևելքում իրավիճակը շարունակում է լարված մնալ։ Իսրայելի բանակը հայտարարել է Լիբանանում նոր հարվածների մասին, թիրախավորելով Հեզբոլահի հրթիռային կայանքները։ Ցախալի փոխանցմամբ գործողությունները շարունակվում են, որոնք ուղղված են խմբավորման ռազմական ներուժի թուլացմանը։ Պայթյունները տեղի են ունեցել Իսրայելի կողմից Լիբանանի հետ ուղիղ բանակցություններ սկսելու հայտարարությունների եւ Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփի հարվածները կրճատելու պահանջի ֆոնին։ Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն հայտարարել է, որ հանձնարարել է հնարավորինս շուտ ուղիղ բանակցություններ սկսել Լիբանանի հետ։ Բանակցությունների ուշադրության կենտրոնում կլինեն Հեզբոլահի զինաթափումն ու Իսրայելի եւ Լիբանանի միջև խաղաղ հարաբերությունների հաստատումը, նշել է Նեթանյահուն։ Միևնույն ժամանակ նա ընդգծել է, որ Լիբանանում հրադադար չկա եւ Իսրայելը շարունակելու է հարվածները մինչեւ երկրի անվտանգության վերականգնումը։ Լիբանանի կողմից պաշտոնական արձագանք դեռևս չի եղել, սակայն երկրի ղեկավարությունն ավելի վաղ հայտարարել էր, որ իրավիճակի լուծումը հրադադարն է եւ դրան հաջորդող բանակցությունները։ Ավելի քան 60
30 երկիր եւ Եվրամիությունը համատեղ հայտարարությամբ դատապարտել են Լիբանանում ՄԱԿ խաղաղապահների դեմ հարձակումները։ Հայտարարության մեջ նշվում է, որ խաղաղապահների դեմ հարձակումները կարող են համարվել պատերազմական հանցագործություններ։ Նշվում է նաեւ, որ Լիբանանում ստեղծվել է ծանր իրավիճակ, մեծ թվով զոհերով, քաղաքացիական ենթակառուցվածքների վնասմամբ եւ ավելի քան 1 միլիոն տեղահանվածներով։ Իրանի գերագույն առաջնորդ Մոջթաբա Խամենեին հայտարարել է, որ Իրանը չի ձգտում պատերազմի, սակայն չի հրաժարվի իր իրավունքներից եւ պատրաստվում է նոր փուլ տեղափոխել Հորմուզի նեղուցի կառավարումը։ Իրանի փոխարտգործնախարար Սաիդ Խաթիբզադեն նշել է, որ նեղուցը բաց է մնում, սակայն նավերի անցումը պետք է իրականացվի Իրանի հետ համաձայնությամբ։ Նրա խոսքով թշնամական գործողությունների բացակայության դեպքում բոլոր նավերը կարող են անցնել սովորական եղանակով։ Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփն էլ հայտարարել է, որ կան հաղորդագրություններ, թե Իրանը վճարներ է գանձում նեղուցով անցնող տանկերներից եւ զգուշացրել է, որ նման գործողությունները պետք է դադարեցվեն։ Սպիտակ տան մամուլի քարտուղար Քերոլայն Լևիթն էլ հայտարարել է, որ Ամերիկայի Միացյալ Նահանգները բանակցային խումբ է ուղարկում Պակիստան Իրանի հետ համաձայնագրի շուրջ բանակցությունների համար։ Նրա խոսքով պատվիրակությունը կգլխավորի Ամերիկայի Միացյալ Նահանգների փոխնախագահ Ջեյմս Դեյվիդ Վենսը եւ դրա կազմում կլինեն նաեւ Սթիվ Ուիթքովը եւ Ջարեդ Քուշները։ Բանակցությունների առաջին փուլը նախատեսված է շաբաթ օրը։ Լևիթը նաեւ նշել է, որ Իրանն Ամերիկայի Միացյալ Նահանգներին հայտնել է իր պատրաստակամությունը հանձնելու հարստացված ուրանի պաշարները, ընդգծելով, որ դա առանցքային պահանջ է։ Միևնույն ժամանակ իրանական կողմը հայտարարել է, որ բանակցային գործընթացի որոշ մանրամասներ դեռևս վերջնական որոշված չեն եւ ուսումնասիրման փուլում են։ Սոնա Գիշյան, Free News, Ազատ լուրեր։ Իրանի գերագույն առաջնորդ Մոջթաբա Խամենեին մոտ ժամանակներս կարող է ուղերձով դիմել ազգին։ Հայտնել է Հնդկաստանում Իրանի գերագույն առաջնորդի ներկայացուցիչը, նշելով, որ նա իրեն շատ լավ է զգում, ամեն ինչ նրա վերահսկողության տակ է։ Միջազգային մյուս նորությունները տեսաշարով դիտեք։ Կրեմլից հայտնել են, որ Պուտինը Զատիկի տոնի կապակցությամբ զինադադար է հայտարարել։ Մոսկվան հույս ունի, որ ուկրաինական կողմը կհետևի Ռուսաստանի օրինակին։ Զատկական հրադադարը հայտարարվում է ապրիլի 11-ի ժամը 16:00-ից մինչև ապրիլի 12-ի օրվա վերջը։ Պաշտպանության նախարարին եւ զինված ուժերի գլխավոր շտաբի պետին հանձնարարվել է այդ ժամանակահատվածում դադարեցնել ռազմական գործողությունները բոլոր ուղղություններով։ Զորքերին հանձնարարվել է պատրաստ լինել հակազդելու Ուկրաինայի զինված ուժերի ցանկացած սադրանքի, ինչպես նաեւ ցանկացած ագրեսիվ գործողության։ Վոլոդիմիր Զելենսկին հայտարարել է, որ պատրաստ է հանդիպել Վլադիմիր Պուտինի հետ ցանկացած վայրում, բացի Կիևից եւ Մոսկվայից։ Նա եւս մեկ անգամ շեշտել է, որ Ուկրաինան չի պատրաստվում քննարկել Դոնբասն ուղղակի ռուսներին հանձնելու հարցը։ Ռուսաստանի Դաշնության արտգործնախարար Սերգեյ Լավրովն էլ նշել է, որ Ռուսաստանի եւ ԱՄՆ-ի միջև ուկրաինական հարցի շուրջ շփումները շարունակվում են ոչ պաշտոնական մասնավոր պայմաններում։ Ամերիկացի միջնորդները ներկայումս զբաղված են այլ գործերով, քանի որ նրանք ունեն միջնորդների միասնական թիմ արտաքին քաղաքականության բոլոր ոլորտների համար այժմ որոշակի դադար է առաջացել, ասել է նա։ Ռուսաստանի Դաշնությունը եւ Ուկրաինան իրականացրել են զոհված զինծառայողների մարմինների փոխանակման նոր փուլ։ Ուկրաինական կողմին է հանձնվել 1000 զինծառայողի մարմին, իսկ ռուսական կողմին 41 մարմին, հայտնել է Պետդումայի падգամավոր Շամասիլ Սարալիևը։ Դոնալդ Թրամփը ուլտիմատում է ներկայացրել Եվրոպային Հորմուզի նեղուցի հարցով, հայտնում է գերմանական Der Spiegel-ը։ ԱՄՆ նախագահը պահանջում է եվրոպական դաշնակիցներից ռազմական մասնակցություն ունենալ նավագնացության անվտանգության ապահովման գործում եւ կոնկրետ ջանքերներ է սահմանել որոշում կայացնելու համար։ Ես երբեք Էփշտեյնի զոհ չեմ եղել եւ տեղյակ չեմ եղել նրա հանցավոր գործունեության մասին, հայտարարել է ԱՄՆ առաջին տիկին Մելանիա Թրամփը եւ կտրականապես հերքել սեռական թրաֆիքինգի մեջ մեղադրվող ֆինանսիստ Ջեֆրի Էփշտեյնի հետ անձնական կապերի մասին լուրերը։ Նման մեղադրանքները անվանելով իր հեղինակությունը վարկաբեկելու չարամիտ փորձ։ Ինձ անպարկեշտ Ջեֆրի Էփշտեյնի հետ կապող ստերը պետք է դադարեցվեն։ Նրանք ովքեր ստում են իմ մասին զուրկ են էթիկական չափանիշներից եւ հարգանքից։ Ես երբեք ընկեր չեմ եղել Էփշտեյնի հետ, ասել է առաջին տիկինը։ 14 մարդ է արդեն ձերբակալվել Ստամբուլում Իսրայելի հյուպատոսության վրա հարձակման համար։ Հետաքննությունը շարունակվում է։ Թուրքական լրատվամիջոցների փոխանցմամբ իրավապահ մարմինները հետաքննում են կասկածյալների միջև հնարավոր կապերը եւ հարձակման դրդապատճառները։ Հիշեցնենք, որ Ստամբուլում զինված հարձակում է տեղի ունեցել Իսրայելի հյուպատոսության վրա։ Նախնական տվյալներով հարձակման հետևանքով 1 ոստիկան է վիրավորվել, 3 հարձակվողները սպանվել են։ Ռիոյի 2016 թվականի օլիմպիական խաղերը հյուրընկալած մարզադաշտը գրեթե ամբողջությամբ այրվել է։ Տեսանյութերում երևում է, որ վելոդրոմի տանիքից ոչինչ չի մնացել, գրում է Russia Today-ը։ Ստադիոնի ներքին մասի մի հատվածը մնացել է անվնաս, մարդկային զոհեր եւ վիրավորներ չկան։
Ռուսաստանում ձերբակալել են Նովայա գազետայի մեկնաբան Օլեգ Պրոդուգինին։ Նրան հարցաքննում են անձնական տվյալների ապօրինի օգտագործման գործով։ Ֆրիդրիխ Մերցը հայտարարել է, որ Բերլինը որևէ բանակցություններ չի վարել երկրից ամերիկյան զորքերի դուրսբերման կամ Գերմանիայում ԱՄՆ ռազմական ենթակառուցվածքների օգտագործման սահմանափակումների վերաբերյալ։ Զորքերի տեղակայման վերաբերյալ գոյություն ունեն համաձայնագրեր եւ դաշնային կառավարությունը որևէ պատճառ չունի կասկածելու, որ ամերիկյան զորքերը վերջին շաբաթների ընթացքում գործել են այդ համաձայնագրերի շրջանակներում, ընդգծել է Գերմանիայի կանցլերը։ Թուրքիայի ԱԳՆ-ն չորեքշաբթի քննադատել է Հունաստանի քաղաքականությունը Արևմտյան Թրակիայում թուրքական փոքրամասնության նկատմամբ, հայտարարելով, որ Լոզանի պայմանագրով ամրագրված նրանց իրավունքներն անտեսում են, հաղորդում է Անադոլու գործակալությունը։ Հայտարարության մեջ նշվում է, որ Հունաստանը համառորեն անտեսում է փոքրամասնության իրավունքներն ու ազատությունները, չճանաչելով նրանց ընտրված մուֆթիներին։ Հայտարարության մեջ միաժամանակ մտահոգություն է հայտնվել վերջին իրադարձությունների առնչությամբ, շեշտելով, որ Դիդի մոտիկում մուֆթիի նշանակումը կատարվել է ընտրությունների շղարշի ներքո առանց փոքրամասնության ներկայացուցիչների հետ խորհրդակցելու։ Եղվարդի Երևանյան թաղամասում Վեոլիա ջուր ընկերության և Նայիրի համայնքի գործակցությամբ սկսվել են ջրամատակարարման և ջրահեռացման համակարգերի արդիականացման աշխատանքները։ Ծրագրի շրջանակներում նախատեսվում է նորով փոխարինել շուրջ 1500 մետր ջրագիծ և գրեթե նույնքան կոյուղագիծ, նպատակ ունենալով նվազեցնելու ջրի կորուստները, կարգավորելու ճնշման խնդիրները և ապահովելու բնակիչների համար ավելի կայուն ու որակյալ ջրամատակարարում։ Եղվարդի Երևանյան թաղամասը, որտեղ գտնվում է 12 բազմաբնակարան շենք և շուրջ 40 հասարակական շինություն, տարիներ շարունակ ջուր է ստացել քայքայված և կոռոզիայի ենթարկված ջրագծերով։ Խորհրդային տարիների ժառանգություն մնացած հին ջրագծերը հաճախակի վթարվում էին, ինչի հետևանքով խաթարվում էր թաղամասի կանոնավոր ջրամատակարարումը, հատկապես ճնշման խնդիրներ ստեղծելով բազմաբնակարան շենքերի վերջին հարկերում։ Սակայն այս ամենը շուտով կմնա անցյալում, քանի որ Վեոլիա ջուր և Նայիրի համայնքի գործակցությամբ այստեղ մեկնարկել է ոչ միայն ջրագծերի, այլև կոյուղատար համակարգի վերակառուցման աշխատանքները։ Նախաձեռնության շրջանակում նախատեսվում է փոխարինել շուրջ 1500 մետր ջրագիծ և գրեթե նույնքան կոյուղագիծ, նպատակ ունենալով նվազեցնել ջրի կորուստները, կարգավորել ճնշման խնդիրները և ապահովել բնակիչների համար ավելի կայուն ու որակյալ ջրամատակարարում։ Օրական գրաֆիկով է ջրամատակարարումը կատարվում, առավոտյան ժամը 7-ից 12-ը և երեկոյան ժամը 18:00-ից 22:00։ Այժմ թաղամասին տրվում է վայրկյանում 28 լիտր ջուր, որի գրեթե կեսը կորում է դեպի սպառող հասնող ճանապարհին։ Աշխատանքների ավարտից հետո նախատեսվում է, որ նոր համակարգով ջրաքանակը կհասնի 15 լիտր վայրկյանի, որն էլ թույլ կտա նույն վերջին հարկերում ապահովել բավարար ճնշում։ ԽՍՀՄ ժամանակներից ջրագծերը մնացել են, կոռոզիայի ենթարկվել, քայքայվել են, դրան գումարվել է արդեն անհայտ միացումներ, ապօրինի միացումներ, որ ընթացքում միայտ են գալիս, խցափակվում են, նոր ջրագծով արդեն դրանք ամեն ինչը կբացառվի, ես հույս ունեմ, որ 15 լիտր վայրկյան ջրի քանակով կապահովվի ջրամատակարարումը եւ բազմաբնակարան շենքերի վերջի հարկի բնակիչները դեր չեն բողոքի ճնշումից, քանի որ արդեն ճնշումը նույնպես կարգավորվի։ Աշխատանքների ընթացքում պարզ է դարձել նաև, որ մաշվածության խնդիր կա ոչ միայն ջրամատակարարման համակարգերում, կոյուղագծերը ևս քայքայված են եւ վերակառուցման անհրաժեշտություն կա։ Դրա համար որոշվեց վերակառուցել նաև կոյուղագծերն ու դիտահորերը։ Աշխատանքների միջև մեկնարկել է Վեոլիա ջրի հետ համատեղ ուսումնասիրություններ են կարել ջրագծի եւ կոյուղագծերի մասով։ Եկել ենք այն եզրանկման, որ ջրագծերը ամբողջությամբ Երևանյան թաղամասում փոխարինվում են նորով, ինչպես նաև կոյուղագծերն ու դիտահորերը։ Ուզում եմ նշել, որ համագործակցությունը այս պահին շատ լավ ստացվել է։ Աշխատանքները մեծ ծավալով ու մեծ թափով ընթանում են։ Փոխարինվում է ամբողջությամբ նորով ջրագծերը, որի արդյունքում ունենալու ենք ավելի որակով ջուր եւ ավելի շատ քանակությամբ ջուր։ Սա Եղվարդում ընկերություն համայնք համատեղ 6-րդ ծրագիրն է, երբ քաղաքում սկսված ասֆալտապատման աշխատանքներից առաջ ըստ անհրաժեշտության փոխարինվում են թե ջրագծերը, թե կոյուղագծերը։ Հաշվի առնելով, որ բնակիչները դեռ ջուր են ստանում հին ջրագծերով, աշխատանքների ընթացքում խողովակաշարերի վրա արկա վթարները անմիջապես վերացվում են նորհաճն շահագործման տեղամասի կողմից։ Մյուս կողմից քաղաքում մեծ աշխատանք են իրականացնում գոտիավորման մասնագետները, որոնք փնտրում եւ գտնում են
գաղտնի վթարները, հետագայում ասֆալտի շերտը քանդելուց եւ վթարներ վերացնելուց խուսափելու համար։ Այս ամենին էլ զուգահեռ Եղվարդում Վիոլիա թիմը շարունակում է իր ակտիվ պայքարը ապօրինությունների եւ ջրագողությունների դեմ։ Եղվարդ համայնքում բազմիցս մեր առևտրային իրացման տեղամասում պայքարել ենք ջրագողության դեմ, ինչը որ շատ մեծ քանակ է կազմվել են ապօրինի միացումների խախտման արձանագրություններ, ինչպես նաև մեծ քանակությամբ ջրաչափեր են փոխել, որոնք իրենց հերթին նույնպես բերել են նրան, որ գնալով լաբորատոր ստուգաչափման արձանագրություն է կազմել, ջրաչափերը միջամտած են եղել, կանգնած են եղել, հիմնականում այդպես խնդիրներ առաջացել, ինչի դիմաց պայքարում ենք մենք։ Ավելի քիչ վթարներ, վերահսկելի համակարգ, նվազեցված կորուստներ եւ բարձր ճնշում։ Սրանք այն փոփոխություններն են, որին միտված են Եղվարդի Երևանյան թաղամասում մեկնարկած այս համատեղ աշխատանքները։ Երևանյան թաղամասին զուգահեռ Վիոլիա ջրընկերությունն ու համայնքը աշխատանքներ են իրականացնում նաեւ քաղաքի այլ հատվածներում։ Շահումյան, Սպանդարյան, Իսահակյան, Կոմիտաս, թիմի հաջորդ կանգառը Շինարարների փողոցն է։ Սոնա Գիշյան, Տիգրան Ղազարյան, Free News, Ազատ լուրեր։ 2026 թվականին նախորդ տարվա համեմատ հանրապետության ջրամբարներում ջրային ծավալների նկատելի աճ կնկատվի, կբարձրանա նաև Սևանա լճի մակարդակում, գետերի հուների բարձրացում ևս կանխատեսվում է, բայց անկանոն վարարումների մասին դեռ շուտ է խոսել։ Այս մասին ասուլիսի ընթացքում հայտնել են հիդրոթերապևտաբանության և մոնիթորինգի կենտրոնի տնօրեն Լևոն Ազիզյանն ու նշված կենտրոնի տնօրեն տեղակալ Գագիկ Սուրենյանը, այս և եղանակային մյուս կանխատեսումների մասին տեսանյութում։ 2026 թվականին նախորդ տարվա համեմատությամբ առատ տեղումներով պայմանավորված մասնավորապես օրերի տաքանալուն զուգահեռ սպասվող ձնարկից հետո չեն բացառվում գետերի հնարավոր վարարումներ և ջրամբարների ծավալների մեծացում։ Այս մասին հայտնեցին հիդրոթերապևտաբանության և մոնիթորինգի կենտրոնի տնօրեն Լևոն Ազիզյանն ու նշված կենտրոնի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը։ Մասնագետներն ասուլիսի ընթացքում ներկայացրին 2026 թվականի գարնանային վարարումների սպասվող եղանակային պայմանների վերաբերյալ կանխատեսումները։ Լևոն Ազիզյանի խոսքով 2025 թվականի նոյեմբեր, 2026 թվականի փետրվար-մարտ ամիսները առանձնացել են հիդրոթերապևտաբանական պայմաններով։ 2025 թվականի նոյեմբերը 1935 թվականից ի վեր եղել է երկրորդ ամենատաք և չոր ամիսը։ 2026 թվականին փետրվարի 8-ի միջին ջերմաստիճանը կազմել է 0.1 աստիճան, որը բարձր է եղել նորմայից 4.9 աստիճանով։ Մասնագետի դիտարկմամբ այս տարվա փետրվարը եղել է ամենատաքը դիտարկումների պատմության ամբողջ ընթացքում։ Ազիզյանի հավաստմամբ փետրվարը եղել է նաև բավականին տեղումնառատ։ Տեղումների ամսական քանակը կազմել է 78 մմ, որը մի քանի անգամ բարձր է նորմայից։ Իսկ ահա 2026 թվականի մարտին օդի միջին ջերմաստիճանը կազմել է -0.3 աստիճան, որը նորմայի սահմաններում է եղել։ Մարտը կենտրոնի տնօրենի պնդմամբ եղել է ամենատեղումնառատը, սկսած 1935 թվականից։ Տեղումների ամսական քանակը կազմել է 98 մմ կամ նորմայի 198%-ը։ Եթե ընդհանրացնենք նոյեմբեր-մարտ ամսվա դիտված հիդրոթերապևտաբանական պայմանները, ապա դրանք 2026 թվականի գարնանային վարարումների հոսքի ձևավորման վրա կունենան նորմայից բարձր ազդեցություն։ Բանախոսը տեղեկատվություն տրամադրեց նաև ձնածածկույթի մասին։ 2026 թվականի 3-րդ տասնօրյակի դրությամբ Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքում առկա է եղել ձնածածկույթ, որը նորմայից դրական շեղում է ունեցել, կազմելով նորմայի 138%-ը։ Ապրիլ-հունիս ամիսներին հանրապետության տարածքում տեղումների քանակը կազմում է նորմային մոտ։ Ապրիլին օդի միջին ջերմաստիճանը կանխատեսվում է նորմայից ցածր 1 աստիճանով, իսկ մայիս և հունիս ամիսներին նորմայից բարձր 1 աստիճանով։ Հաշվի առնելով դիտված եւ կանխատեսվող հիդրոթերապևտաբանական պայմանները, կանխատեսվում է, որ 2026 թվականի գարնանային վարարումների հոսքի ծավալները կլինեն նորմաների 100-ից 130%-ի սահմաններում, իսկ առանձին գետերում 140-ից 160%-ի սահմաններում։ Գետերում ջրի առավելագույն ելքերի անցումները հիմնականում սպասվում են ապրիլի 3-րդ տասնօրյակին եւ մայիսի 1-ին եւ 2-րդ տասնօրյակներին։ Ջերմաստիճանի կտրուկ բարձրացման եւ հորդառատ անձրևների դեպքում գետերի մերձափնյա հատվածներում հնարավոր են հեղումներ, որոնց վերաբերյալ կանխատեսումներ հնարավոր է կազմել միայն 3-4 օր առաջ։
Ապրիլի 1-ից մինչև հունիսի 1 նկատ ժամանակահատվածում կանխատեսվում է նաև Սևանա լճի ջրի մակարդակի բարձրացում 40-ից 45 սանտիմետրով, նշեց Ազիզյանը, ապա ավելացրեց, որ ջրամբարների մասով սույն տարվա ընթացքում նույնպես նախատեսվում է նորմայից բարձր ջրալցվածություն նախորդ տարիների համեմատությամբ։ Բանախոսներից Գագիկ Սուրենյանն էլ նշեց, որ հունվարի օդի միջին ջերմաստիճանը եղել է նորմայի սահմաններում, բայց տեղումն առատ, իսկ փետրվարը եղել է տաք եւ օդի ջերմաստիճանը նորման գերազանցել է 4-ից 6 աստիճանով եւ կրկին եղել է տեղումն առատ։ Ըստ Սուրենյանի, մարտին օդի ջերմաստիճանը նորմայի սահմաններում էր, բայց այն նույնպես տեղումն առատ էր։ Ինչ վերաբերում է ապրիլին, ապա նա ասաց. Մինչև ապրիլի 13-ը ներառյալ հանրապետության ողջ տարածքում ժամանակ առ ժամանակ տեղումները շարունակվելու են։ Տեղումները կրկին Շիրակում, Լոռիում, Տավուշի նախալեռնային հատվածներում, Արագածոտնի, Կոտայքի, Վայոց ձորի լեռնային գոտիներում, Գեղարքունիքում դիտվելու են ձյան տեսքով, այնպես որ վարորդներին հորդորում ենք տվյալ հատվածներում ցուցաբերել զգոնություն։ Առանձին օրերին, մասնավորապես այսօր ապրիլի 12-ից 13-ին տեղումները կլինեն զգալի, կուղեկցվեն ամպրոպներով եւ քամուշ գնացմամբ հանրապետության առանձին հատվածներում պորտումները կհասնի մինչեւ 24 մետր/վայրկյան արագությամբ։ Պայմանավորված քամու մեծ արագությունների հետ հանրապետության լեռնային մարզերում նաեւ սպասվում է բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն։ Գագիկ Սուրենյանն ընդգծեց, տեղումն առատ եղանակը պահպանվելու է մինչև ապրիլի 13-ը ներառյալ, իսկ ապրիլի 14-ից սկսած մինչև ապրիլի 17 նկատ ժամանակահատվածում օդի ջերմաստիճանը կտրուկ կփոխվի։ Հայաստան կներթափանցեն օդային տաք հոսանքներ։ Այս օրերի ընթացքում հանրապետության տարբեր բնակավայրերում օդի ջերմաստիճանը կբարձրանա մինչև 10 աստիճանով։ Ապրիլի 18-ից Հայաստանը կհյուրընկալի կրկին նոր տեղումն առատ ցիկլոն, բայց տեղումները կդիտվեն արդեն միայն անձրևի տեսքով։ Այս ժամի համար նախատեսել էինք այսքանը, թողարկման ավարտին ծանոթացեք եղանակային կանխատեսումներին, ցտեսություն։